Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյուն ակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ սալիկ, սանկերամիկա եւ ծորակ միասին ձեռք բերելու համար։ Մասնակցելու է թե ոչ։ Ոչ, պարոն Ռուբինյանը չի մասնակցի, վաղը ենթադրում գուցե կարողանա մասնակցել նիստերին արդեն։ Ճիշտ է, որ վիրահատվել է պարոն։ Թեթև առողջական խնդիր է, կվերականգնվի, կգա թեթև առողջական խնդիրը։ Հեռացվել, ճիշտ է։ Դե բժշկական տեղեկատվությունը թույլ տվեք ես չտրամադրեմ, հիմա լավ ասում է նախագահ, ոչ մի լուրջ բան չկա, այսքանը կարող եմ ասել։ Արագ կվերադառնա։ Այո, Այսինքն փոքր վիրահատություն է կամ եթե վիրահատություն։ թույլ տվեք մանրամասները չասեմ հարգելի գործընկերներ։ Պարոն Ալեքսանյան, քանի որ արդեն ընտրություններն են եւ խմբակցության ղեկավարը քաղաքացիական պայմանագրի հայտարարել է, որ դուք որոշումը կկայացնեք 12 տեխնացությունների քննարկումից հետո, արդյոք ունեք որոշում մասնավորապես 4 ընդդիմադիր տեխնացիների Թե մեր որոշումը եւ թե դրա մոտիվացիոն մասը կներկայացնենք ընտրություններից հետո։ Հետո մինչև հաշվարկը, թե հաշվարկից հետո կներկայացնենք մեր մոտեցումները առհասարակ։ Պարոն Ալեքսանյան, կներեք, դուք Որտեւ ես կներեք ավարտեմ, Կիակոսյան, որտեւ ես գիտեմ, որ կա քաղաքացիների մի ստվար զանգված, որ մեզնից խնդրում է չընտրել ընդդիմադիր տեխնացուներին եւ կա ընդդիմադիր քաղաքացիների մի հստակատված, որը պահանջում է ընտրել ընդդիմադիր տեխնացուներին, այսինքն այս մասով բնականաբար մեր քաղաքացիները պետք է ստանան բարձաբան։ Ես ճիշտ եմ հասկանում, որ որոշ ընդդիմադիրների վերաբերյալ ունեք ընտրելու, որոշների չընտրելու։ Չէ, դուք խնդրում եմ հասկացեք այն ինչ ես ասում եմ, իսկ ես ասում եմ, որ մենք դա կմեկնաբանենք ընտրություններից հետո։ Պարոն Ալեքսանյան, ընտրությունների ընթացքում Դե մեր ընդդիմադիր գործընկերները, հարգելի լրագրող գործընկերներ, մեզ մեղադրում են դրա մեջ, որ մենք ընտրություններից 5 ժամ հետո ընտրությունների նախնական արդյունքի վրա հենվելով հայտարարել ենք մեր հաղթանակի մասին։ Հիմա պատկերացնում եք ընտրությունների ասեցիք, որ ապահովել է քաղաքական որոշում։ Այո, դա այլ քաղաքական իրավիճակ է, սա այլ քաղաքական իրավիճակ է, պարոն Կիրակոսյան, եւ մենք կներկայացնենք դա ընտրություններից հետո։ Պարոն Ալեքսանյան, երեկվա միջադեպից հետո Դավիթ Ղազինյանի վերաբերյալ դուք փոշմանել եք, որ պետական պահպանության ծառայողներին ներս եք։ Կներեք, ինձ թվում է մենք այդ հարցին անդրադարձանք դահլիճում, թե ես, թե պարոն Ղազինյան, հիմա չեմ ուզում լրացուցիչ այս հարցին էլի այս հարցը դնենք վերցնենք, կներեք այս արտահայտության համար, ամեն ինչ հարթված է, ինձ թվում է ամեն ինչ եղել է ուղիղ եթերում, կարող եք հետևություններ անել։ Պարոն Ալեքսանյան, քանի որ օրինակ ընդդիմադիրներին ենթադրաբար չընտրելու դեպքում նորից առաջադրումներ պետք է լինեն եւ քանի որ ժամկետները այսպես ասած սեղմում են, համենայն դեպս ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված կառավարության ծրագրի քննարկումների մասին է խոսքը, արդյոք օրինակ դրանով պայմանավորված ընտրեք բոլոր տեխնացիաները։ Ես չեմ կարծում, որ հիմա նորից պետք է էլի վերադառնանք նույն հարցին, որը արդեն 3 անգամ հնչեց։ Ես մի ժամ հետո կառավարության հիմնական ծրագրում նշվում է, որ ավտոբուսի լեռացման հարց կա եւ օրակարգ է բերվելու հապարին փոխելու։ Որքանով է սա հարցը իշխանության համար կարևոր, որը գծված է կառավարության։ Հարգելի գործընկերներ, դա նաև մեր նախընտրական ծրագրում է եղել եւ քաղաքացիները դրա մասին իմացել են, մեր ընդդիմադիր գործընկերները դրա շուրջ իրենց քաղաքական խոսույթն են ձևավորել, այսինքն ընդդիմանալով դրան եւ քաղաքացիները քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը տվել են մեծամասնություն խորհրդանում նաեւ դա իրագործելու համար։ Պարոն Ալեքսանյան, ներողություն, ծրագրից մեկ վերում անեմ, ծրագրում նշվում է, որ եկեղեցու բարենորակման անհրաժեշտությունը ներկայացում է որպես հոգեվոր անվտանգության ապահովման եւ արտաքին ուժերի կողմից հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու փորձերը բացառելու մասին է խոսվում։ Կխնդրեմ ասել արտաքին ուժերը ովքեր են եւ ովքեր են փորձում մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնել։ Կոնկրետ անուններ կարող եք ասել։ Չէ, չեմ կարող ասել կոնկրետ անուններ, որտեղ վստահ չեմ, որ հատուկ ծառայությունների կոնկրետ այդ գործողությունները կատարող սպաների անունները ես գիտեմ կամ կարող եմ իմանալ։ Ես կարծում եմ, պարոն Կիրակոսյան, խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ինձ թվում է մեր քաղաքացիները շատ լավ գիտեն, որ երկրի կամ երկրների մասին է խոսքը։ Դե շատ լավ։ Ասեք էլի, ես էլ ովքեր որ գիտեն, ովքեր որ չգիտեն, ոչինչ կարծում եմ։ Քաղաքացիների նկատմամբ
մերին իմանա, Սոնան իմանա, ես չիմանամ օրինակ։ Դե կարծում եմ ձեր գործընկերները կկիսվեն ձեր հետ Դուք եք, բայց տեղեկատվությամբ։ գործընկերս չի բերել է կառավարության ծրագիրը, ձեր քաղաքական թիմն է բերել եւ վստահ եմ դուք Պարոն կողմ եք Կիակոսյան, քվեարկելու։ այո, Հիմա շատ ճիշտ կխնդրեմ եք ասել վստահ։ արտաքին որ ուժերն են փորձում են Պարոն Կիակոսյան, ինձ թվում է բոլորը գիտեն ձեր հարցի պատասխանը։ Ես չգիտեմ, կխնդրեմ։ Դե շատ լավ, բոլորը գիտեն ձեր հարցի պատասխանը եւ բոլորը շատ լավ հասկանում են, թե ես ինչու չեմ շատ ուղիղ պատասխանում ձեր հարցին։ Հիմնավորումը եզրած Սրբազանի KGB-ի տոմսն է, հավաքագրման կներեք։ Դա է հիմքում միայն այսպեսի Չէ, ձևակերպ։ դա ամենափաստական հիմնավորումներից մեկն է։ Մնացածը կարող եք ուղղակի հետևել այդ մարդկանց Կներեք, գործունեությանը։ ամենայն հայց կաթոլիկոսի վերաբերյալ նման տեղեկություններ հստակ իշխանություն ունի, թե չէ որ նման աղմուկարից ձևակերպում է արել կառավարության հնգամյա ծրագրի մեջ։ Ես կարծում եմ ձեր նշած անձի նույն ինքը Կտրիշ Ներսյանի գործողությունները տեսնելով կարելի է հստակ հանգել եզրակացությանը, որ դա առավել քան ճշմարիտ է։ Եվ ապացույցները ինչն են։ Այն որ ինքը չի ուզում Փաշինյանը լինել իշխանության, ձեր քաղաքական թիմին չի սիրում, դա է միայն հիմքում։ Չէ, միայն դա չի ակրել։ Խնդրեմ հիմքերներ։ Մնացածը իսկ ման առաջիկայում կներկայացնենք եւ շատ ավելի ծրագրի մանրամասն։ ժամանակ կներկայացնի պարոն վարչապետը։ Չեմ կասկածում, որ դրա մասին հարցեր կհնչեն վարչապետին ընդդիմադիր գործընկերների կողմից եւ վստահ եմ, որ այդ հարցերը կստանան շատ սպառիչ պատասխաններ։ Շնորհակալություն։